Ох, ջանս։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի ամենափոքր բուժառուն Վարդանն է։ Մարմնի տարբեր հատվածներում ստացած խորը այրվածքներով այրվածքաբանական ազգային կենտրոն է ընդունվել դեռ 21 օրականում։ Արդեն 2 ամսական փոքրիկը 3-ամյա քրոջ այսպես ասած խաղի հետևանքով է այրվածքներ ստացել։ Մոր պատմելով, քույրը եղբորը փորձել է ֆենի ձայնի տակ քնեցնել ու միացված վիճակով այն թողել Վարդանի կողքին։ Մայրը վայրկյաններ հետո երեխային արդեն ուշաթափված է տեսել։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանի խոսքով նեոնատոլոգիական տարիքի բուժառուներ ունենում են, սակայն Վարդանի դեպքը բացառիկ էր այրվածքների խորությամբ ու ծավալով։ Գործ ունեին նուրբ մաշկի հետ։ Գնաց նեոնատոլոգիայի ռեանիմացիան, այնուհետև տեղափոխվեց բաժանմունք, մոտավորապես 30% այրվածքային մակերես, իսկ այս տարիքի երեխայի համար դա շատ վտանգավոր է կյանքի համար։ Այն իմաստով, որ իրեն մաշկը շատ նուրբ է, մենք նույնիսկ պլաստիկայի համար շատ կամուկացի մեջ էինք։ Արտառոց դեպքը պահանջել է հատկապես նուրբ և մասնագիտական առանձնակի մոտեցում։ Փորձառու թիմը կատարել է մի շարք բարդ վիրահատություններ, մեռուկացված հյուսվածքների հեռացում, այնուհետև Հայաստանի համար բացառիկ միջամտություն՝ մաշկի փոխարինիչի տեղադրում։ Այս մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ այրվածքի մակերեսը մեծ է և չկա դոնորական հատված։ Մասնագետը շեշտում է, որ մաշկի փոխարինիչն էլ վերջնական լուծում չէ և չի նշանակում, որ վերքային մակերեսը մշտապես փակվում է։ Այն ժամանակավոր միջոց է, որը թույլ է տալիս որոշակի ժամանակով պաշտպանել օրգանիզմը կյանքի համար վտանգավոր բարդություններից։ Այդ ընթացքում հիվանդի առողջ հատվածներից ձևավորվում է մասնագետի ձևակերպմամբ դոնորական մակերես, որը հնարավորություն է տալիս բուժման մյուս փուլերին անցնել։ Եվ փոքր մակերես ունենալու ժամանակ մենք որոշեցինք պլաստիկա անել, վիրահատեցինք, շատ լավ է, վերքային մակերեսը թե դեմքի շրջանում, թե վերին վերջույթների շրջանում, ազդրի, սրունքի և ոտնաթաթերի շրջանում փակվեց, ու կրծքավանդակի շրջանում մի քիչ ավելի մեղմ էր, բավականին շուտ փակվեց։ Բժիշկ Բաբայանի գնահատմամբ փոքրիկն արդեն լավ է, առաջիկա օրերին կմիանա ընտանիքին։ Մենք ունենք դրական դինամիկա, երեխան թմփլիկացել է, քաշը բարձրացել է և նախատեսում ենք արդեն շաբաթվա վերջում երևի թե տուն ուղարկենք։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժաշխատողները վստահ են, որ աշխատանքային պայմանների բարելավումը միայն կավելացնի աշխատանքի դրական արդյունքը։ Հովհաննես Հովհաննիսյանն իր ղեկավարած կենտրոնի նոր վերանորոգված վիճակին ու ստեղծված պայմաններին ծանոթանալու եկած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջայցի ընթացքում փաստում է, որ հեշտացել է բուժանձնակազմի աշխատանքը, շատ ավելի բարեկարգ պայմաններում կկատարվեն վիրահատություններն ու կհսկվի հետվիրահատական ընթացքը։ Ավելացնում, այսինքն երբևիցե հենց չենք ունեցել, որ պակաս լինի անձնակազմի, այո, սահմանափակ է ցավոք սրտի անձնակազմը, բայց միևնույն է մենք կարողանում ենք ամբողջությամբ ծավալը փակել։ Սա առիթ է նաև կենտրոնում ներդրված նոր ծառայություններից խոսելու, որպիսիք Հայաստանում էլ են առաջին անգամ իրականացվում։ Մենք ունենք միկրոսկոպ, որը հնարավորություն է տալիս նյարդի ջլի վրա վիրահատություն անել, որ առաջ չէինք կարողանում, եւ դա բավականին մեծացնում է որակը։ Վերանորոգված և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված այրվածքաբանության կենտրոնում ավարտվել են վերակենդանացման բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները։ Բաժանմունքը համալրվել է նոր միջազգային չափանիշերին համապատասխան բժշկական սարքավորումներով։ Նախարար Անահիտ Ավանեսյանը կենտրոնի վերանորոգումը կարևոր քայլ է համարում այրվածքաբանության ոլորտում բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու առումով։ Մեզ համար առաջնահերթություն էր, որ մեր վիրահատարանները, վերակենդանացման բաժանմունքները պետք է դառնան լավագույնը։ Եվ քանի որ այս կենտրոնը չի կարող չաշխատել եւ վերանորոգվել, մենք ընտրել ենք այս առաջնահերթությունների սկզբունքով, սկսել ենք տանիք հիմնարար վերանորոգման աշխատանքներ եւ հենց առաջինը ավարտեցինք այս բաժանմունքը։ Որոշ ուրեմն սենյակներ, հիվանդասենյակներ եւս ընթացիկ վերանորոգվել են եւ վերանորոգվում են, բայց մենք այսպես քայլ-քայլ ավարտելու ենք ամբողջական շենքի վերանորոգումն ու հագեցումը։
Անցած տարվա ընթացքում այրվածքաբանության ազգային կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել մոտ 800 բուժառու։ Նախորդ տարիներին այդ թիվն ավելի բարձր է եղել, անցնելով 1000-ը, ինչը պայմանավորված էր նաև Լեռնային Ղարաբաղում բենզալցակայանի պայթյունով և դրա հետևանքով գրանցված մեծ թվով ծանր դեպքերով։ Վիճակագրական տվյալները վկայում են նաև հիվանդների տարիքային կառուցվածքի փոփոխության մասին։ Նախկինում կենտրոնի բուժառուների շուրջ 70%-ը երեխաներ էին, սակայն անցած տարվա վերլուծությունը ցույց է տվել, որ երեխաների և մեծահասակների թվաքանակը գրեթե հավասարվել է։ Ծնողներն են ուշադիր, ինչ որտեղ նաև սոցիալական վիճակն որոշակի փոփոխություն լինել, մի քիչ բարձրացել էր ձմռանը երեխաների դիմումը մեզ, որովհետև կենցաղային տաքացնող սարքերը եւ այլը եւ երևի թե մարդիկ մի սենյակում են ապրում հաշվի առնելով այդ ամեն ինչը շատ անում են։ Առողջապահության նախարարը ևս կարևորել է կանխարգելման դերը, հորդորելով ծնողներին առավել զգոն լինել երեխաների անվտանգության հարցում, ուշադրություն դարձնել կենցաղային սարքերի օգտագործմանը և հնարավորինս նվազեցնել վտանգավոր իրավիճակները տնային պայմաններում։ Եվս մեկ անգամ մանավանդ մանկական տրավմատիզմի և այրվածքների պարագայում հիշեցնել շատ պարզ անվտանգության կանոններ, դա գազօջախ, տաք ճաշ, սուրճ, երբ որ երեխան գրկին է, ամենահաճախ դեպքերը դրանք են, չէ՞ երևի, էլեկտրական սարքեր։ Ծանր և մեծ մակերեսով այրվածքների դեպքում հիվանդի կյանքը փրկելու մեկ այլ ծրագրի ուղղությամբ կենտրոնը զբաղվում է։ Դիակային դոնորի մաշկի բանկի ստեղծումը ներկայում ընթացքի մեջ է։ Նախարարությունում իրավական ու կազմակերպչական հարցերն են որոշակիացվում։ Մասնագետներն ակնկալում են, որ դրա ստեղծումն առանձնակի նշանակություն կունենա ոլորտի համար։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։